Ողջույն հարգելի հեռուստադիտողներ, եթերում Բուժինֆոն է։ Հաղորդաշար, որտեղ օգնում ենք բացահայտել առողջության վերաբերյալ գաղտնիքներ, քննարկում բժշկական կարևորագույն թեմաներ, ինչպես նաև օգնում ձեզ ձեռնարկել կարևոր քայլեր ձեր եւ ձեր հարազատների առողջության պահպանման հարցում։ Տաղավարում ինչպես միշտ մենք ենք, պլաստիկ վիրաբույժ Վարդան Շահինյանը եւ նյարդաբան Լուսինե Պոդոսյանը։ Այսօր պատրաստել ենք ձեզ համար շատ հետաքրքիր հաղորդում, սիրելի հեռուստադիտողներ, այնպես որ մնացեք մեզ հետ եւ կհամոզեք։ Իսկ մինչ այդ եկեք դիտենք օրվա անոնսը եւ բարձենք թե ինչ թեմաների շուրջ ենք այսօր խոսելու։ Այսօր դիտեք, ինչ է իրենից ներկայացնում կրոնի հիվանդությունը, որոնք են այս հիվանդության հիմնական պատճառները եւ ինչպես է ընտարբերվում աղիների այլ բորբոքային հիվանդություններից։ Բլեֆարոպլաստիկա, ում է խորհուրդ տրվում այն կատարել եւ ինչ արդյունք է պետք ակնկալել։ Իսկ ինչ է ինֆեկցիոն մոնոնուկլեոզը, որոնք են հիմնական ախտանշանները եւ ինչպես կարելի է տարբերել այն սովորական մրցակցությունից։ Ինչ է իրենից ներկայացնում մարմնի ապարատային կորեկցիան, ինչպես է կատարվում պրոցեդուրան, ինչպես նաեւ ատամների եւ լնդերի հաճախակի հանդիպող ինչ հիվանդություններ են լինում եւ ինչպես կարելի է կանխարգելել եւ բուժել դրանք։ Հարգելի հեռուստադիտողներ, կարծում եմ այսօրվա մեր գլխավոր թեման շատերիդ կհետաքրքրի, քանի որ աղիքային հիվանդություններով առհասարակ տառապում են անկախ սեռից, տարիքից, ցավոք սրտի, աղիքային հիվանդությունները սովորաբար երկարատև են, ձգձգվող են, ոչ միշտ են ամբողջությամբ բուժվում եւ իհարկե զգալի ազդում են կյանքի որակի վրա։ Եվ այսօր խոսելու ենք աղիների բորբոքային հիվանդություններից մեկի, կրոնի հիվանդության մասին, կխոսենք առավել տարածված ախտանշաններից, բուժման վարման մոտեցումներից եւ իհարկե կան կանխարգելիչ մոտեցումներ, որոնք եւս կարեւոր է իմանալ։ Այսօրվա իմ հյուրն է Վարդանանց նորարարական բժշկական կենտրոնի գաստրոենտերոլոգ, հեպատոլոգ, թերապևտիկ ծառայության ղեկավար Սոնա Երիցյանը։ Ողջույն բժշկու Երիցյան։ Ողջույն։ Շատ հաճելի է ձեզ այսօր այստեղ հյուրընկալել։ Խոսելու ենք հաճելի է։ Շնորհակալություն հրավերի համար։ Այսօր խոսենք կրոնի հիվանդությունից, կարծում եմ շատ հաճախ միգուցե տարբերակիչ ախտորոշման համար է, միգուցե խնդրահարույց լինում, ախտանշաններն են շատ տարբեր լինում, միշտ չէ որ միանգամից է ախտորոշվում, շատ հաճախ բուժառուն տարբեր կաբինետներ է փորձում ինչ-որ այլ ախտորոշումներ փնտրել եւ վերջում պարզվում է, որ կրոնի հիվանդություն է։ Խոսենք առհասարակ ինչպես է այն զարգանում, ինչպես է ախտահարում աղիները։ Շատ լավ բժշկուհի ջան, սկսենք նրանից, թե ինչ է կրոնի հիվանդությունը։ Կրոնի հիվանդությունը բորբոքային քրոնիկ հիվանդություն է, որը ախտահարում է ամբողջ մարսողական տրակտի ցանկացած հատվածը եւ կարող է ախտահարել բերանից սկսած մինչեւ հետանցք հատվածներում։ Ախտահարումը կախված նրանից, թե ախտահարումը որ տեղամասում է լինում, համապատասխանաբար լինում են կլինիկական դրսևորումներ եւ հետեւաբար հիվանդության ընթացքը։ Մենք չունենք հստակ պատճառներ, որոնք հստակեցնում եւ առանձնացնում ենք որպես կրոնի հիվանդության համար, բայց ենթադրելի է, որ այս հիվանդության առաջացման մեջ շատ մեծ դեր ունի աղիների միկրոֆլորան, օրգանիզմում իմուն պատասխանը, աղիների էպիթելը եւ այս նշված բոլոր կոմպոնենտների դիսբալանսը կարող է բերել հիվանդության առաջացման։ Իհարկե դեր ունի նաեւ ժառանգական նախատրամադրվածությունը եւ իհարկե ունենք տարբեր տրիգերներ, որոնք կարող են նպաստել հիվանդության դրսևորմանը, որոնցից են օրինակ ծխախոտը, ոչ ստերոիդ հակաբորբոքային պրեպարատները, մեր բուժառուների շատ սիրելի ցավազրկողները, գլխացավերի, դաշտանի ցավերի համար, որոնք պատե-անպատե կիրառում են, ստրեսը, ինչպես նաեւ շատ մեծ դեր ունի հիվանդության դրսևորման, ինչպես նաեւ սրացումների գործում։ Իսկ սննդային ոչ ճիշտ սովորույթները դա եւս հանդիսանում է տրիգեր, բայց ինքը որպես պատճառ չի կարող միայնակ ինքնուրույն առաջացնել հիվանդությունը։ Բժշկու Երիցյան, եթե կարող ենք նշել այս պահին գոնե ախտանշանների որոշակի ցանկ, որոնք օրինակ հեռուստադիտողը լսելու դեպքում կարող է ճանաչել, որ իր մոտ կասկած կա կրոնի հիվանդության, որոնք են այդ ախտանշանները։ Ճանաչելը մի քիչ դժվար կլինի հենց բուժառուին ինքնուրույն անել, այո, բայց կրոնի հիվանդության ախտանշանները բազմապիսի են։ Ունենք ինչպես աղիքային ախտանիշներ, այնպես էլ արտաղիքային դրսևորումներ։ Աղիքային ախտանիշներից ամենատարածվածը լուծն է, ինչպես նաև որովայնի կծկանքանման ցավերը, որոնք կարող են տեղայնացված լինել կամ ընդհանուր բնույթ կրել։ Կարող է պատահել նաև կղանքում խառնված արյան, լորձի արկայություն, ինչպես նաև թարմարուն են տեսնում մքացած կղանքը։ Այո, եթե կրոնի հիվանդությունը ընդգրկում է նաև հետանցքի շրջան, ունենում ենք աղիքի ճակ, որը նաև այո, կարմիր թարմ ասում ենք արյուն կղանքում, ինչպես նաև թղթին քսվող կարող է լինել։ Բացի դրանից հիվանդությունը կարող է բարդ ընթանալ եւ արդեն բարդ ընթացի դեպքում պատահում է ջերմության բարձրացում, ախորժակի պակաս,
պակաս, քաշի կորուս, սրտխառնոց, փսխում, ավելի համակարգային դրսևորումներ։ Արտաղիքային դրսևորումներ եւս բնորոշ են հիվանդությանը, հիվանդությունը ախտահարում է մաշկը, աչքերը, ոսկրերը, առաջացնում է հոդացավեր, երբեմն մենք կարող է չտարբերակենք այդ հոդացավերը, երբեմն աշխատում ենք ռևմատոլոգների հետ միասին վերջնական ախտորոշումը ձևակերպելու համար։ Այ մինչև հաստատումը, եթե կարելի է խոսենք նաև փոքրիկ տարբերակիչ ախտորոշումից, ես գիտեմ, որ նույն խոցային կոլիտից կամ այլ բորբոքային հիվանդություններից հաճախ կարիք է լինում տարանջատել, եթե կարող ենք 1-2 զուգահեռներ տանել, ինչպես ենք այս կամ այն այլ բորբոքային հիվանդություններից տարբերում։ Այո, ինչպես նշեցի, գանգատները բազմապիսի են, սրանք սպეციფიկ չեն տվել հիվանդության համար, եւ այս նույն գանգատներով մենք կարող ենք չտարբերակել կրոնի հիվանդությունը խոցային կոլիտից, որը մենք այսպես ասած անվանում ենք քույր եւ եղբայր հիվանդություններից երկու հիվանդությունները, որպես աղեքի բորբոքային հիվանդություն։ Եթե նշեցի, որ կրոնի հիվանդությունը կարող է ընդգրկել ախտահարել ամբողջ մարսողական ուղու տարբեր հատվածները, ապա խոցային կոլիտի ժամանակ ունենում ենք ախտահարում միայն հաստ աղու շրջանում, այո։ Ի տարբերություն կրոնի հիվանդության, խոցային կոլիտի ժամանակ բորբոքումը, ախտահարումը ընդհատված չէ, սեգմենտար չէ, այն առաջանում է ուղեղաղիքում եւ գնալով տարածվում առանց ուղեկցող իրենց բորբոքման արանքներում, այսպես ասած, առողջ հյուսվածքի առկայության։ Եվ տարբերակիչ ախտորոշումը կարող ենք նաև տանել աղեքի իշեմիկ հիվանդություններից, գրգռված աղու համախտանիշից, որը շատ հաճախ է հանդիպում հատկապես մեր բնակչության շրջանում, կապված ստրեսային վիճակներից եւ այլն, չունենք ինչ-որ անատոմիական խնդիրներ, ախտաբանություն, բայց ունենք դրսևորումներ, որոնք կարող են լինել տիպիկ նույնը, ինչ որ նշեցի, բնորոշ է կրոնի հիվանդությանը։ Ինչպես նաև աղիքային ինֆեկցիաներից, ախտորոշումը շատ համալիր է, որպեսզի տարբերակենք եւ հստակեցնենք ախտորոշումը, սկսում ենք կյանքի անամնեզից, նաև նրանից, թե ընտանիքի անդամների մոտ ունենք նման հիվանդություններ, թե ոչ, քանի որ ինչպես նշեցի, այո, ժառանգական նախատրամադրվածություն ունենք, իհարկե ժառանգական նախատրամադրվածությունը դա 100%-ով չի ապահովում, որ պացիենտը ունենալու է կրոնի հիվանդություն, բայց գումարած որոշ տրիգերներ կարող ենք ունենալ հիվանդության ձևավորում։ Եթե ընտանիքի անդամներից մեկը գոնե ունի այս հիվանդությունը, ռիսկը, որ մյուս անդամները եւս կունենան, բավականին բարձր է։ Ունենք ֆիզիկալ զննման տարբերակիչ նշաններ, որը եւս շատ կարեւոր է։ Արյան անալիզները սրանք սպეციფիկություն չունեն։ Մենք արյան անալիզներով կարող ենք տեսնել բորբոքման աստիճանը, որ առկա է բորբոքում, կամ հիվանդության հետևանքները, ունենում ենք ներծծման տարբեր խանգարումներ, որոնք բերում են վիտամին B12-ի, այլ վիտամինների, երկաթի դեֆիցիտի։ Նույնը կղանքին է վերաբերում, կղանքի անալիզներով կարող ենք բացառել ինֆեկցիաները։ Կղանքի անալիզով կարող ենք տեսնել կոնկրետ հիվանդության բորբոքման աստիճանը, բայց հստակ ախտորոշումը, հստակ ավելի ախտորոշման համար մեզ օգնություն է գալիս կոլոնոսկոպիան։ Կոլոնոսկոպիան կամ իդեպ հարցնել այդ էնդոսկոպիկ հետազոտությունների հաջորդականությունը, որտեղ գիտեմ ընդհանուր մինչև անգամ կոմպյուտերային տոմոգրաֆիա կարող են լուսնել, եթե կարելի այդ հաջորդականությունը մեզ լուսաբանեք, որ դեպքում է ցուցում եւ ինչ հիմնավորումով է կատարվում։ Կոլոնոսկոպիան կատարվում է, երբ որ ունենք քրոնիկական ընթացք առանց սրացած վիճակի, կոլոնոսկոպիան դա զոնդավորումն է մեր բուժառուների իմացած, ունենք խողովակ, որի ծայրին ամրացված է տեսախցիկ, հետանցքից մտնելով էնդոսկոպիստը նայում է ամբողջ ամբողջ հաստաղիքը եւ 15-ից 20 սանտիմետր բարակ աղիքի վերջնամասից կամ զստաղուց։ Էնդոսկոպիստը տեսնելով այնտեղ ախտահարումները չի բավարարվում միայն տեսանելի դրսևորումներից եւ անպայման վերցվում է բիոպսիա, այո, նմուշ, որը հետագա հիստոլոգիկ քննության արդյունքում մանրադիտակի տակ քննվելով, այսպես ասած, ախտորոշում ենք, արդեն հստակեցնում ենք բորբոքային ինչպիսի բջիջներ են առկա, արդյոք որ հիվանդությանն է ավելի բնորոշ։ Եթե կարելի է մի փոքրիկ այսպես նյուանս եւս, որտեղ շատ բուժառուներ հենց վախենում են, նույնիսկ տարիներով են հետաձգվում, եթե ոչ ամիսներով կամ օրերով, եթե կարելի է ասեք այդ անզգացում է կատարվում, որ դա անվնաս է, այ մի փոքրիկ լուսաբանում, որպեսզի եւս չխուսափեն։ Շատ ճիշտ թեմայի անդրադարձակ, բժշկուհի ջան, որովհետեւ ունենք պացիենտներ, որոնք վախենում են այդ հետազոտությունից, ամբողջ աշխարհում տենդենսը տանում է նրան, որ հետազոտությունը կատարվում է ներերակային ազգայացման տակ, ներերակային ազգայացման տակ պացիենտը
գնում է, ոչինչ չի զգում, էնդոսկոպիստը մտնում, նայում է ամբողջ աղիքը դուրս է գալիս, հիվանդի տհաճությունը մաքսիմալ է պրոցեդուրայի ժամանակ, միայն նախապատրաստվելն է, երբ որ նշանակում ենք մի դեղորայք, որով այսպես ասած մաքրում ենք աղիները, մի քիչ դրանից են գանգատում, բայց կոլոնոսկոպիայի ընթացքը ընդհանրապես ցավոտ չէ եւ ընդհանրապես ոչինչ չի զգում պացիենտը։ Այո, նույնը վերաբերում է բիոպսիային, շատ պացիենտներ ունենք, ովքեր վախենում են բիոպսիա բառից, երբ մենք ասում ենք, որ հնարավոր է կարիք լինի, անհրաժեշտություն լինի, որ էնդոսկոպիստը վերցնի բիոպսիա։ Սա ամենևին չի խոսում քաղցկեղի առկայության մասին, այսպես մենք կատարում ենք ուղղակի բորբոքման տարբերակի ախտորոշումը։ Շատ լավ, որ դեպքերում է այդ ռադիոլոգիական հետազոտություն եւս անհրաժեշտություն լինում եւ արդյոք ախտորոշումը արդեն վերջնական փուլերում հաստատվելուց հետո պարբերաբար ստուգումների կարիք լինում է, թե ոչ։ Հիվանդության ախտորոշման մեջ իհարկե դեր ունեն նաև կատեն, MRT-ն, ռենտգեն քննությունը, որովայնի այս մեթոդները մենք հիմնականում կիրառում ենք բարդությունների արկայության ժամանակ, սուր արդեն ժամանակ, հատկապես կրոնի հիվանդության ժամանակ բարդությունները բավականին շատ են, որովհետև բորբոքումը ընդգրկում է աղիքի բոլոր պատերը։ Շատ հաճախ ինքը բերում է աղիքի նեղացման առաջացմանը, որը կարող է հանգեցնել աղիքային անանցանելիության, բերում է աղիքային արյունահոսությունների, կարող է բերել աղիքի թափածակման կամ հենց աղիքի պատի պատռման, որն էլ կարող է հանգեցնել աղիքի տարբեր գալարների միջև անցուղիների կամ խուղակների առաջացման, կամ հենց աղիքի եւ որովայնի խոռոչում անցուղու առաջացման, որն էլ կարող է հանգեցնել որովայնի խոռոչում թարախակույտի ձևավորման, ու այս ամեն ինչը մենք տեսնում ենք ավելի շատ կատե MRT հետազոտությունների արդյունքում։ Բացի սրանից ուզում եմ բարդություններից խոսելիս ուզում եմ նաև նշել, որ ունենք նաև երկրորդային բարդություններ, ինչպես նշեցի ներծծման խանգարումներից ունենում ենք տարբեր վիտամինների, երկաթի, աղյաղել պրեպարատների դեֆիցիտ, որը կարող է ախտահարել նաև ոսկրերը, երկրորդային ձևով, ինչպես նաև հարկ եմ համարում նշել նաև մեր կիրառելի բուժման պրեպարատների բարդությունները, այն պրեպարատները, որոնք կիրառվում են բուժման համար, ունեն շատ կողմնակի էֆեկտներ, դրա համար ամեն անգամ պացիենտի համար ընտրություն կատարելիս հաշվի են առնվում պացիենտի ուղեկցող հիվանդությունները, թե արդյոք ընտրված դեղորայքը ինչպես կարող է անդրադառնալ պացիենտի մոտ արդեն առկա այլ հիվանդության վրա, սրանք եւս բարդությունների մեջ ուզեցի նշել։ Շատ լավ, այսպեսի մի հարց, արդյոք բուժվում է կրոնի հիվանդությունը, արդյոք հնարավոր է ազատվել դրանից, թե ուղղակի կարելի է լռեցնել, քնացնել։ Ցավոք սրտի կրոնի հիվանդությունը վերջնական չի բուժում մինչ օրս, ամեն ինչ անում ենք, որպեսզի քնեցնենք հիվանդությունը, իհարկե պացիենտն էլ մեծ դեր ունի, որպեսզի այնպես անի, իրեն այնպես պահի, որպեսզի չարթնանա հիվանդությունը։ Ունենք պրեպարատներ, որոնք նշանակում ենք քնեցնելու համար, ունենք պրեպարատներ, որոնցով պահպանում ենք քունը, եւ տարբեր տրիգերներից խուսափումը արդեն հանձնարարվում է պացիենտին, որպեսզի չունենանք հետագա սրացումներ։ Իհարկե պետք է նշեմ, որ շատ անկանխատեսելի հիվանդություն է կրոնի հիվանդությունը, նույնիսկ այս ամենը պահելով մենք ունենում ենք ընթացք, որ անհայտ տրիգերից, անհայտ պատճառից ունենում ենք սրացումներ, այո։ Արդյոք այդ բուժումները նաև սննդային սահմանափակումներ են, կան արդյոք ֆիզիկական որոշակի սահմանափակումներ, թե ոչ, ինչ պետք է իմանա կրոնով հիվանդը։ Պացիենտների շրջանում չունենք ֆիզիկական սահմանափակումներ, հակառակը խորհուրդ ենք տալիս ֆիզիկական ակտիվություն, այս թեթև ֆիզիկական ակտիվությունը օգնում է օրգանիզմի դիմադրողականությունը բարձրացնելու, ավելի հստակ եւ ավելի լավ պայքարելու հիվանդության դեմ, ինչպես նաև իջեցնում է ստրեսի մակարդակը, որը շատ կարևոր է այս պացիենտների շրջանում։ Մենք ունենում ենք մի արատավոր օղակ, հիվանդությունը իր դրսևորումներով բերում է պացիենտի մոտ հուսահատության, հոգեհուզական ընկճվածության եւ այսպիսի դրսևորումների առաջացմանը, եւ ինքնին այս դրսևորումները կարող են բերել սրացման առաջացմանը։ Դա է պատճառը, որ հաճախ կառավարումը հիվանդության կատարում ենք հոգեբանի օգնությամբ եւս, սա շատ կարևոր է նաեւ իմանալ պացիենտների մեր բուժառուների ընտանիքի անդամներին, ընկերներին, որովհետև նրանց աջակցությունը շատ կարևոր է հիվանդների համար, որպեսզի կարողանան հաղթահարել հիվանդությունը։ Բուժման տեսակետից մենք կիրառում ենք տարբեր պրեպարատներ, այդ թվում հորմոնալ պրեպարատներ, դրանք կորտիկոստերոիդներն են։ 2000-ականներից սկսել են կիրառել բիոլոգիական պրեպարատներ, որոնք շատ էֆեկտիվ են հիվանդության կառավարման գործում։ Տարեց տարի շատանում են, ավելանում են նոր բիոլոգիական պրեպարատները, սրանք համեմատվում են նախկինների հետ, փորձարկվում եւ քննարկում են իրենց կողմնակի էֆեկտները, այս բիոլոգիական պրեպարատներից շատերը մենք նաեւ կիրառում ենք Հայաստանում։
Շատ լավ, ուրախալի փաստ է, որ շարունակաբար փնտրում են եւ գտնում ավելի նոր, միգուցե ավելի քիչ կողմնակ էֆեկտներով դեղամիջոցներ։ Ես իմ կողմից եւս նշեմ կհաստատեք, որ վաղուց արդեն գիտականորեն ապացուցված է, որ ալիքային շատ հիվանդություններ, հենց սրացումներ, ինչպես նշեցիք, նաեւ պսիխոսոմատիկ են համարվում, այդ պատճառով շատ կարեւոր է նաեւ հոգեվիճակը, մենթալ առողջությունը, որ յուրաքանչյուր բուժառու դրան խիստ ուշադրություն դարձնի։ Շնորհակալ եմ, եթե ունեք վերջում խորհուրդներ մեր հեռուստադիտողներին, ընդհանուր հնչեցնել, խնդրեմ։ Վերջում կարող եմ նշել, որ կրոնի հիվանդությունը երկարատև մարտահրավեր է, բայց կառավարելի, ուստի համբերատարությունը, ճիշտ ընտրված բուժումը, ինչպես նաև առողջ ապրելակերպը կարող են բերել կյանքի որակի լիարժեք ապահովմանը։ Շնորհակալ եմ շատ բժշկու Երեցյան այս հետաքրքիր զրույցի համար։ Ես ձեզ ասեմ, որ մեր հեռուստադիտողներից բազմիցս գրել են եւ խնդրել, որ մենք այս հիվանդության անդրադառնանք եւ ձեր շնորհիվ այսօր մենք խոսեցինք կրոնի հիվանդության մասին, հուսամ, որ շարունակական մենք դեռ եթերներ կունենանք։ Ես եմ հուսով, շնորհակալ եմ շատ։ Հիշեցնեմ, որ այսօրվա իմ հյուրներ Վարդանանց նորարարական բժշկական կենտրոնի հեպատոլոգ, գաստրոենտերոլոգ եւ թերապևտիկ ծառայության ղեկավար Սոնա Երեցյանը, ում հետ այսօր խոսեցինք աղիների բորբոքային հիվանդություններից, մասնավորապես կրոնի եւ մի քանի այլ հիվանդությունների հետ տարբերակիչ ախտորոշման, ախտանշանների եւ բուժման մոտեցումների մասին։ Այս պահին տեղափոխվենք խորհուրդ մասնագետից էջ։ Բարև ձեզ։ Մենք գտնվում ենք Medline կլինիկայում։ Ես պլաստիկ վիրաբույժ Պետիկ Գասպարյանն եմ։ Այսօր խոսելու ենք կոպերի պլաստիկ վիրահատության մասին, նույն ինքը բլեֆարոպլաստիկայի մասին։ Երբ են իրականացնում բլեֆարոպլաստիկա։ Որպես այդպիսին տարիքային սահմանափակում չկա, եթե առկա են հստակ ցուցումներ, ապա չափահաս տարիքից սկսած արդեն կարելի է կատարել բլեֆարոպլաստիկա։ Բայց հիմնականում կատարում են 35 տարեկանից բարձր կանայք եւ տղամարդիկ, որոնք են այդ ցուցումները։ Դրանցից են վերին եւ ստորին կոպերի զգալի մաշկային ավելցուկները, որոնք ժամանակի ընթացքում կարող են բերել ակնագնդի վրա ծանրության զգացողության, ինչպես նաև կողմնային տեսողության սահմանափակման։ Մյուս ցուցումներից են արտահայտված ճարպային ճողվածքները, որոնք բերում են օրվա ընթացքում անընդհատ հոգնած հայացքի առաջացմանը։ Ինչպես նաև ցուցումներից են ակնաճեղքի բացվածքների անհամաչափությունը։ Ինչպես են դրանք առաջանում, առաջին դա գենետիկ է, այսինքն ժառանգական նախադրամադրվածությունը եւ ինչպես նաեւ տարիքային փոփոխությունները, որոնք բերում են այդ մաշկային ավելցուկների, մաշկային կախվածությունների եւ այդ ճողվածքների արտահայտմանը։ Քանի որ վիրահատության ընթացքը պացիենտի համար հեշտ է ընթանում, շատ հաճախ կատարվում է բլեֆարոպլաստիկան տեղային անզգայացման պայմաններում։ Սակայն լինում են դեպքեր, որ պացիենտի պահանջով կամ խնդրանքով կատարվում է նույն վիրահատությունը ընդհանուր անզգայացման պայմաններում։ Հետվիրահատական ընթացքը նույնպես թեթև է ընթանում եւ կարճ, 5-րդ օրը կարելի հեռացումից հետո պացիենտը անցնում է իր բնականon կյանքին։ Սակայն պետք է իմանալ, որ այտուսներն ու կապտուկները անխուսափելի են, որոնք անցնում են մոտ 7-ից 10 օրվա ընթացքում։ Կան որոշակի սահմանափակումներ, որոնք պետք է կատարեն պացիենտները եւ լսեն բժշկի խորհուրդները։ 5 օրվա ընթացքում պետք է խուսափել արևի ճառագայթներից, պետք է լարել աչքերը եւ խուսափել ֆիզիկական ծանրաբեռնվածությունից։ Հետվիրահատական սպիերը քողարկվում են բնական ծալքերի շուրջ, որոնք ժամանակի ընթացքում դառնում են գրեթե աննկատ։ Մենք բոլոր պացիենտներից զգուշացնում ենք, որ նախնական արդյունքը գնահատում ենք 2 ամիս անց, երբ այտուսները արդեն նվազած են լինում, իսկ վերջնական արդյունքը գնահատում ենք 6 ամիս անց։ Ձեզ հետ է պլաստիկ վիրաբույժ Պետիկ Գասպարյանը, եղեք առողջ եւ տեղեկացված։ Շարունակում ենք հաղորդումը խորհուրդ ծնողներին էջով։ Հիշեցնեմ, որ հաղորդման այս հատվածի մեր հովանավորն է Տոնուսլես դեղագործական ընկերությունը, որը արդեն հայաստանյան շուկայում է 25 տարի։ Տոնուսլեսը հայտնի է վիտամինների արտադրությամբ եւ դեղորայքի ներկրմամբ։ Ընկերությունն ունի մոտ 90 դեղատուն Հայաստանի ողջ տարածքում։ Տոնուսլես առողջության եւ կենսունակության գրավական։ Այսօրվա մեր հյուրը Լիա Անդրեասյանն է, Արաբկիր բժշկական համալիրի մանկաբույժ։ Այսօր խոսելու ենք մի շատ կարևոր թեմայի մասին, մասնավորապես ինֆեկցիոն մոնոնուկլեոզի մասին։ Սա մի լուրջ հիվանդություն է, որը կարող է շատ նման ախտանշաններ ունենալ հասարակ մրսածության կամ գրիպի վարակի հետ։ Ողջույն բժշկուհի։ Բարև ձեզ։ Եկեք սկսենք ամենասկզբից, ինչ է ինֆեկցիոն մոնոնուկլեոզը եւ ինչ պատճառներով այն կարող է առաջանալ։
Երեխաների շրջանում մոնոնուկլեոզը հանդիպող հիվանդություն է, որը սովորաբար բնորոշվում է ախտանիշների 3 եռյակով։ Դրանք են ջերմության բարձրացումը, պարանոցային արշահանգույցների մեծացումը եւ նշիկաբորբը։ Իրականում պատճառների շարքում վիրուսներն են, ընդ որում ամենահաճախը երեխաների շրջանում դա Էպշտեյն-Բար վարակն է եւ շատ ավելի հազվադեպ ցիտոմեգալովիրուսային վարակը եւ մի քանի այլ վիրուսներ։ Որոնք են ախտանշանները, որոնցով որ կարող ենք տարբերակել, այսինքն օրինակ մրսածությունից կամ գրիպի վարակից։ Հիվանդության սկիզբը նման է այլ հասարակ վիրուսային վարակներին, սկսվում է թուլությամբ, մկանացավերով, գլխացավով, ապա միանում են ավելի սպეციფიկ նշանները։ Դրանք են ջերմության բարձրացումը, պարանոցային արշահանգույցների մեծացումը, նշիկների բորբոքումը, արտահայտված քթային դժվարաշնչությունը, երբեմն էլ ցաները ու կոպերի այտուցը։ Երեխային հետազոտելիս լաբորատոր տվյալներով եւս կարելի է հայտնաբերել փոփոխություններ, որոնք սպეციფიկ են հենց մոնոնուկլեոզին։ Օրինակ, արյան ընդհանուր քննություն անելու պարագայում կարող ենք տեսնել արյան որոշ տարերի ատիպիկ լիմֆոցիտների մակարդակի բարձրացում կամ երեխային հետազոտելիս, սոնոգրաֆիա անելիս լյարդի ու փայծաղի չափսերի մեծացում։ Եթե փորձենք տարբերել այլ վիրուսային ինֆեկցիաներից, սովորաբար ջերմությունը ավելի երկար է տևում, ինչը անհանգստացնում է ծնողներին, ընդհանուր մինչև շաբաթներ, ավելի բարձր թվերի վրա հետ վիրուսային թուլությունը եւս կարող է շատ ավելի երկար շարունակվել, քան սովորական վարակների դեպքում։ Ինչպես է փոխանցվում մոնոնուկլեոզը։ Նախկինում ինքը կոչվում էր համբույրի հիվանդություն, քանի որ վարակի տարածման հիմնական ուղին դա թքի միջոցով է։ Ընդ որում պետք է նշեմ, որ անգամ լավացումից հետո թքի միջոցով վարակի տարածումը կարող է շարունակվել մինչև ամիսներ, երբեմն 6-ից 18 ամիս։ Ուստի սա մտքում պետք է պահել եւ երեխայի լավացումից հետո եւս սահմանափակել համբույրները, ինչպես նաեւ ընդհանուր սպասքի օգտագործումը տան կամ մանկապարտեզի մյուս բալիկների հետ։ Ինչպես է հնարավոր կանխարգելել երեխաների շրջանում մոնոնուկլեոզի տարածումը։ Իրականում հիմնական կանխարգելիչ միջոցառումները այդ, ինչպես արդեն ասացի, համբույրների բացառումն է, ընդհանուր սպասքից օգտվելը, բացառելը, հաճախակի լվացվելը, օդակաթիլային ճանապարհով, որպես այդպեսին չի փոխանցվում սերտ կոնտակտի միջոցով է։ Այ ամենասկզբում նշեցի, որ այն լուրջ հիվանդություն է եւ սրանից որպես հետևություն ինչ բարդությունների առաջ կարող ենք կանգնել, երբ չունենանք adekvat բուժօգնություն ժամանակին։ Սովորաբար հիմնական նշանակալի բարդությունը, որ կարող է զարգանալ հիվանդության սուր փուլում, դա լյարդի բորբոքումն է կամ լյարդի եւ փայծաղի չափսերի մեծացումը ներքին օրգաններից։ Այս բարդությունները զարգանալու պարագայում երեխաները ավելի երկարատև հսկողության կարիք ունեն եւ պարբերաբար պետք է հետազոտություններ կրկնվեն մինչեւ վերջինիս լրիվ կարգավորումը։ Իսկ հետևանքները կարող են լինել երկարատև։ Հետ վիրուսային հիմնական բարդությունը, ավելի երկարատև բարդությունը դա թուլությունն է, որը դեռահասների շրջանում ընդհանուր մինչև ամիսներ, երբեմն մինչև 6 ամիս կարող է պահպանվել։ Այ ինչ է առաջարկվում մոնոնուկլեոզի բուժման համար։ Ինչպես մնացած այլ վիրուսների դեպքում եւս սպეციფიկ բուժում գոյություն չունի, որպես կանոն հակավիրուսային դեղորայքը չունեն ապացուցված էֆեկտիվություն, հակաբիոտիկների կիրառելի չեն, որոշ դեպքերում նույնիսկ հակաբիոտիկների կիրառումը կարող է բարդացնել հիվանդության ընթացքը ցանավորմամբ, որում ամոքսիցիլինային շարքի հակաբիոտիկների կիրառումը, ուստի ինքնաբուժությամբ չպետք է զբաղվել, ծնողները ինքնուրույն չպետք է տան հակաբիոտիկներ, եթե տեսնում են երեխայի մոտ ջերմության բարձրացում, բկանցքի բորբոքում առանց իմանալու թե ինչի հետ գործ ունեն։ Սովորաբար բուժումը դա adekvat ջերմիչեցումն է, տարիքին եւ քաշին համապատասխան, հեղուկների առաջարկումը, բավարար հանգստի ապահովումը։ Որքան ժամանակ է պահանջվում ամբողջական վերականգնման եւ լավացման համար։ Իրականում հիվանդության ընթացքը տարբեր տարիքային խմբերում կարող է մի քիչ տարբերվել, սովորաբար այս վարակը ավելի փոքր տարիքի երեխաները կարող են ավելի թեթև տանել, դեռահասները մի փոքր ավելի ծանր։ Երեխան համարվում է ապակինված եւ կարող է վերադառնալ դպրոց կամ մանկապարտեզ, երբ արդեն չի ջերմում, ինքնազգացողությունը լավ է, սակայն պահպանելով հիգիենայի բոլոր կանոնները, իսկ այդ թուլության հետ կապված արդեն նշեցի, որ ինքը մի քիչ ավելի երկար կարող պահպանվի։ Շնորհակալություն բժշկուհի։ Հիշեցնեմ, որ մեր հյուրն էր Լիա Անդրեասյանը, ում հետ այսօր խոսեցինք ինֆեկցիոն մոնոնուկլեոզի մասին, որը շատ լուրջ հիվանդություն է արգելի ծնողներ, սրանով իսկ պայմանավորված եղեք աչալուրջ, քանի որ այն կարող է ունենալ շատ նման ախտանշաններ հասարակ մրսածության կամ գրիպի վարակի հետ։ Հիշեցնեմ, որ հաղորդման այս հատվածի մեր հովանավորն է Տոնուս Լես դեղագործական ընկերությունը իր
Գիպոպո մանկական սննդի ապրանքատեսակով։ Գիպոպոն օգտակար սնունդ է նախատեսված ձեր փոքրիկի բնական օնաճի համար։ Գիպոպո շիլաներն ու հյուսերը պատրաստված են օգտակար հատիկաբույսերից եւ էկոլոգիապես մաքուր մրգերից ու բանջարեղեններից։ Գիպոպո պատրաստում են փորձագետները, վստահում մայրիկները։ Իսկ այժմ տեղափոխվենք գեղեցկության գաղտնիքներ էջ։ Դե ինչ սիրելի հեռուստադիտողներ, այժմ գտնվում ենք Իդեն բժշկական կենտրոնում եւ այսօր մեզ հետ լինելու է Իդեն բժշկական կենտրոնի բժիշկ կոսմետոլոգ Անի Գևորգյանը։ Ողջույն Անի։ Բարև ձեզ։ Այսօր խոսելու ենք մարմնի ապարատային կոռեկցիա կոչվող պրոցեդուրայի մասին։ Կխնդրեի մի փոքր պարզաբանեք, ինչ պրոցեդուրա է սա, երբ է կատարվում։ Այս ապարատը նախատեսված է մաշկի ձգման, ցելյուլիտի դեմ պայքարելու, ինչպես նաև մաշկի էլաստիկությունը վերականգնելու համար։ Այն աշխատում է հիմնական 4 ֆիզիկական ֆակտորներով, դրանք են RF էներգիան, ինֆրակարմիր լույսը, մեխանիկական գալվանիկները եւ վակուումը։ Ապարատը ունի 3 հիմնական գլխիկներ, առաջին 2 գլխիկը աշխատում են վերենշված ֆիզիկական գործոններով, իսկ երրորդ գլխիկը արդեն ուլտրաձայնային կավիտացիան է։ Ինչպես է կատարվում այս պրոցեդուրան։ Պրոցեդուրան կատարվում է հատուկ յուղի եւ ապարատային գելի օգնությամբ։ Ինֆրակարմիր լույսը տաքացնում է մաշկի շերտերը, ինչի արդյունքում ակտիվանում է հյուսվածքների մետաբոլիզմը։ Մեխանիկական գալվանիկան եւ վակուումը օգնում են, որպեսզի RF-ը ավելի խորը շերտերի հետ աշխատեն եւ նաեւ կատարվում է լիմֆոդրենաժ մերձում, ինչի արդյունքում ունենում ենք նաեւ հակաայտուցային ազդեցություն։ Իսկ ուլտրաձայնային կավիտացիայի օգնությամբ ունենում ենք ճարպային բջիջների սառը մեթոդով հալեցում, ինչպես նաև կրկին անգամ լիմֆոդրենաժ մերսում։ Շատ լավ, ում է ցուցված այս պրոցեդուրան։ Ով կարող է դիմել այս ապարատի օգնությանը։ Պրոցեդուրան հիմնականում կատարվում է, երբ որ մաշկը կորցրած է լինում իր տոնուսը, կատարվում է ցելյուլիտի դեպքում, այսինքն շատ լավ հակացելյուլիտային ազդեցություն ունի, ինչպես նաև կատարվում է լիպոսակցիայից հետո մաշկի արագ վերականգնման նպատակով։ Եկեք նաև անդրադառնանք հակառակ հարցին, ում է հակացուցված այս պրոցեդուրան։ Պրոցեդուրան չի կատարվում 18-ից ցածր անձանց, չի կատարվում օնկոլոգիական խնդիրներ ունեցող մարդկանց, չի կատարվում սրտի եւ երիկամների հետ կապված խնդիրներ ունեցող անձանց, ինչպես նաև հղիներին եւ կերակրող մայրիկներին, ինչպես նաև ճողվածքների դեպքում չի կատարվում։ Ինչ հաճախականությամբ կարելի է դիմել այս պրոցեդուրային եւ երբ կարելի է տեսնել այն տեսանելի եւ ցանկալի արդյունքը, որին ձգտում եք վստահ եմ եւ դուք եւ բուժառուն։ Պրոցեդուրայի տևողությունը ընդհանուր մեկ այցի 40-ից 60 րոպե է։ Թույլատրելի քանակը այցերի շաբաթական մինչև 2 անգամ կարելի է հանգիստ հաճախել։ Ընդհանուր կուրսը տևում է 5-ից 10 այց եւ ցանկալի է ստացված արդյունքը, որպեսզի երկարաժամկետ պահպանվի, տարեկան գոնե 2 անգամ կրկնել այն։ Դե ինչ անի, անչափ շնորհակալություն մանրամասն ինֆորմացնելու եւ ապարատային կոռեկցիայի մասին հստակ պատկերացում տալու համար։ Դե ինչ սիրելի հեռուստադիտողներ, իսկ այժմ անցնենք գործնական մասին եւ տեսնենք, թե ինչպես է տեղի ունենում այս պրոցեդուրը։ Այև պարզեցինք, թե ինչ է իրենց ներկայացնում մարմնի ապարատային կոռեկցիան, ինչպես է այն կատարվում եւ ում է այն ցուցված։ Իսկ այժմ եկեք տեղափոխվենք մեր մյուս գործընկերոջ իմպլանտում ստոմատոլոգիական կլինիկա։
Հարգելի հեռուստադիտողներ, այս պահին գտնվում ենք մեր գործընկեր Implantum ստոմատոլոգիական կենտրոնում։ Այսօր խոսելու ենք ատամների եւ լնդերի հիվանդությունների մասին։ Մեր զրուցակիցը այսօր ընդհանուր բժիշկ ստոմատոլոգ Գոռ Գինեցյանն է։ Ողջույն բժիշկ Գինեցյան։ Բարև ձեզ։ Որոշեցինք խոսել ատամների եւ լնդերի հիվանդություններից։ Կասեք, որոնք են ամենատարածված հիվանդությունները։ Ատամների ամենատարածված հիվանդություններից է կարիեսը, ինչպես նաև պուլպիտը եւ պերիոդոնտիտը։ Պուլպիտը ասելով հասկանում ենք, այսինքն ադամի նյարդի բորբոքում, իսկ պերիոդոնտիտը շուրջ արմատային հյուսվածքի բորբոքում։ Ու այս թվարկված 3 հիվանդությունները անմիջական կապ ունեն իրար հետ, այսինքն կարիեսի վաղաժամ չհայտնաբերելու չբուժելու դեպքում այն կարող է վերածվել պուլպիտի, այսինքն ադամի նյարդի բորբոքման, իսկ դա էլ անտեսելու դեպքում այն կարող է տարածվել արդեն դեպի շուրջ արմատային հյուսվածք։ Փաստորեն տարբեր էտապներ են ուղղակի, կախված նրանից ինչքանով է բուժառուն դիմացել եւ չի դիմել։ Ինձ ուղղակի շատ հետաքրքրեց ինչպես են այդ ցավերին դիմանում, միթե ցավով չի ուղեկցում եւ չի ստիպում իրենց ժամանակին դիմել բժշկի։ Երբեմն պացիենտները նույնիսկ անտեսում են այդ ցավը, խմելով ցավազրկողներ, փորձելով դիմանալով կամ ժամանակ չհատկացնելով իրենց առողջությանը եւ ի վերջո դա հանգեցնում է արդեն իսկ ավելի լուրջ խնդիրների։ Մենք լավ տեղեկացված ենք, որ Implantum կենտրոնը բավական հագեցած է եւ նորագույն տեխնոլոգիաներ է կիրառում։ Խնդրեմ պատմեք, ինչ տեխնոլոգիաներ եք դուք կիրառում այս հիվանդությունների բուժման ժամանակ։ Ախտորոշման համար մենք օգտագործում ենք ի սկզբանե ռենտգեն հետազոտություն, որի ժամանակ կարողանում ենք տեսնել ռենտգեն պատկերի վրա կարիեսի առկայությունը կամ բացակայությունը, բայց երբեմն լինում են դեպքեր, երբ նոր սկսվող կարիեսը կարող է ռենտգենով չախտորոշվել, այդ իսկ պարագայում օգտագործում ենք, դիմում ենք օպերացիոն միկրոսկոպի օգնությանը, որի միջոցով խոշորացման տակ մենք կարող ենք վաղաժամ հայտնաբերել կարիեսի առկայությունը եւ տալ համապատասխան լուծում։ Որպեսզի process-ը չբարթանա եւ չխորանա։ Որպեսզի հետագայում խուսափենք այլ հիվանդությունների առաջացումից։ Իսկ որոնք են լնդերի ամենատարածված հիվանդությունները։ Ուրեմն ամենատարածված հիվանդությունը դա լնդաբորբն է, գինգիվիտը, որի պատճառը կարող է հանդիսանալ ընդհուպ մինչև վնասագար սովորությունից, մինչև դեռահաս տարիքը եւ հղիությունը, որի ժամանակ հորմոնալ փոփոխությունների վրա կարող է առաջանալ լնդաբորբ։ Բուժման process-ը եթե կարելի է մի քանի քայլեր, ինչքան երկարատև է դա, արդյոք կրկնվելու հակում ունեն թե ոչ այս հիվանդությունները։ Նախ առաջին դեպքում պետք է հասկանանք ինչի հետևանքով է առաջացել մեր մոտ լնդաբորբը։ Լնդաբորբի ամենահաճախ հանդիսացող պատճառը դա ադամնաքարի ու ադամնափարի առկայությունն է։ Տվյալ պարագայում եթե մենք վերացնենք պատճառային գործոնը, այսինքն ադամնաքարերն ու փարը, մենք կնպաստենք process-ի վերացմանը։ Ու ինչ վերաբերվում է կրկնությանը, այո, նա կարող է կրկնվել անպարագայում, եթե պացիենտը չհետևի թե իր անատական, թե մասնագիտական հիգիենային, քարերի առկայության դեպքում նորից կարող է կրկնվել լնդաբորբը։ Բժիշկ Գինեցյան, ինչպես նշեցիք, կարևոր է նաև վնասակար սովորությունների առկայությունը։ Հետաքրքիր է արդյոք սննդային որոշ սովորություններ կան, որոնք եւս կարող են նպաստել լնդային հիվանդությունների առաջացմանը։ Վնասակար գործոններից օրինակ կարող եմ նշել ծխախոտի օգտագործումը, ինչպես նաև սուրճի, թեյի չարաշահումը, որը կարող է նպաստել արդեն իսկ ադամնափարի առաջացմանը, որն էլ իր հերթին կարող է հանգեցնել լնդաբորբի։ Եվ ամփոփելով թեման, եթե կարելի է նշեք, որոնք են հիմնականում թույլատրվող սխալները բուժառուների կողմից եւ ընդհանուր ինչ խորհուրդներ կտաք ատամների եւ լնդերի հիվանդություններից խուսափելու համար։ Անպայման խորհուրդ կտամ 6 ամիսը մեկ հաճախել ադամնաբուժի եւ հետեւել բերանի խոռոչի առողջությանը։ Ամենակարևոր խորհուրդը, որ ես կարող եմ տալ, դա խուսափել վնասակար սննդի օգտագործումից, օրինակ ածխաջրերից, քաղցրավենիքներից, գազավորված ըմպելիքներից, որոնք պարունակում են մեծ քանակությամբ շաքար։ Իսկ ընդհանուր ինչ սխալներ են թույլ տալիս, որոնք նպաստում են օրինակ այս հիվանդությունների հաճախ հանդիպումը։ Դա անատական հիգիենային չհետևելը կամ իրականացնում են անատական հիգիենա ոչ պատշաճ ձևով։ Այսինքն ադամները պետք է լվանալ օրական 2 անգամ, օգտագործել միջադամնային խոզանակներ, ադամնաթելեր, ինչպես նաև իրիգատոր։ Շնորհակալ եմ հետաքրքիր զրույցի համար։ Հիշեցնեմ, որ այսօր զրուցեցինք ընդհանուր բժիշկ ստոմատոլոգ Գոռ Գինեցյանի հետ եւ բարձեցինք ինչպիսի տարածված լնդերի եւ ատամների հիվանդություններ կան, ինչպես են բուժվում եւ լսեցինք ընդհանուր խորհուրդներ, ինչպես կանխարգելել այս հիվանդությունները։ Իսկ մենք դեռ կհանդիպենք։ Շարունակում ենք հաղորդումը «Սնվենք առողջ էջով»։ Մինչ թեմային անդրադառնալը ցանկանում եմ ներկայացնել մեր հաղորդման
այս հատվածի գործընկերոջը Երեմյան Products-ին։ Երեմյան Products-ը սեփական ֆերմայից ստացվող անարատ կաթով արտադրում է բարձրորակ կաթնամթերքի լայն տեսականի, կազմակերպելով եւ վերահսկելով կաթնամթերքի արտադրության բոլոր փուլերը։ Փնտրիր սուպերմարկետներում իրական անարատ կաթնամթերք։ Երեմյան Products կաթը սերը։ Այսօրվա թեման սուրճ շնչառական վարակներն են, որոնք տարվա այս եղանակին բավականին տարածվում են։ Այսօրվա մեր հյուրը Աջափնյակ բժշկական կենտրոնի թերապևտ, թոքաբան Աննա Հովհաննիսյանն է։ Ողջույն բժշկուհի։ Ողջույն Ալյոնա։ Ողջույն։ Բոլորս էլ գիտենք, որ տարվա այս եղանակին սուրճ շնչառական վարակները բավականին տարածում են գտնում եւ մարդիկ կամա թե ակամա տարատեսակ տնային միջոցներով փորձում են զբաղվել ինքնաբուժությամբ։ Ինչ խորհուրդներ կտաք, ինչպես պետք է վարվեն բուժառուները։ Այո, դուք իրավացի եք, այս տարին եւս բացառություն չէ, այս տարի եւս այս ժամանակահատվածում սրվել են սուրճ-շնչառական վարակները, պայմանավորված գրիպի թե A թե B շտամներով եւ արկա է մեզ մոտ նաեւ կորոնավիրուսի վարակ, որը կարող է ընթանալ շատ թեթև սիմպտոմներով եւ կարող է ունենալ բարդություններ։ Ինչպիսի բարդությունների առաջ կարելի է կանգնել սուրճ-շնչառական վարակներից։ Քանի որ բարդությունները կախված են օրգանիզմի անհատականությունից, կախված տարիքից, սեռից, ինչու չէ, հիվանդություններից քրոնիկ, որոնք ունեն պացիենտները, բարդությունները կարող են ընթանալ թե թոքաբորբերով, թե օտիտներով, ականջաբորբերով, թե հայմուրիտներով, բրոնխիտներով եւ քրոնիկ հիվանդությունների սրացումներով։ Ովքեր են գտնվում ռիսկի խմբում բժշկուհի։ Այն անձինք, ովքեր որ ունեն քրոնիկ հիվանդություններ, մանկահասակ երեխաները, թե ունեն հիվանդության որևէ ախտանիշ, չհաճախեն դպրոց, մանկապարտեզ եւ այդ նույն պացիենտները, որոնք ունեն եւս քրոնիկ հիվանդություններ, սիմպտոմների առկայության դեպքում չհաճախեն աշխատավայր, մանկապարտեզ, դպրոց, որպեսզի խուսափեն եւ բարդացումներից հիվանդության եւ վարակի տարածման հավանականությունից։ Այ եկեք խոսենք մի փոքր ոչ թե բուժումից, քանի որ հասկանում ենք, որ բուժումը կախված ընթացքից, բարդություններից տարբեր կերպ կարող է լինել, այլ խոսենք կանխարգելիչ միջոցառումներից։ Ինչ խորհուրդ կտաք այն մարդկանց, ովքեր արդեն իսկ հիվանդացել են եւ այն մարդկանց, ովքեր փորձում են չհիվանդանալ։ Սկսենք չհիվանդանալուց, կանխարգելենք հիվանդությունը, լավ կլինի, որ այս ժամանակահատվածում մենք օգտվենք առողջ սննդամթերքից, գտնվենք մաքուր օդում, զբոսնենք եւ եթե մենք աշխատում ենք կամ սովորում ենք փակ տարածքներում եւ շատ վայրերում, լավ կլինի, որ օդափոխությունը եւս ապահովվի այս մարդկանց մոտ, իսկ կանխարգելման նպատակով նախ կուզեմ բոլորին հորդորել, եթե կան այս կամ այն ախտանիշներ ինքնաբուժությամբ չզբաղվեն, բացի այն, որ կարող են ընդամենը հեղուկներ շատ օգտագործել եւ եթե ջերմում են ջերմիչեցնողներ, եթե հիվանդությունը ձգձգվում է եւ արկա են սուրճ-շնչական վարակի այդպես շատ թեթև ախտանիշներին բնորոշ սիմպտոմներ, դիմել պարտադիր բժշկին։ Շատ բարի։ Ալյոնա, ինչ աղցան ենք այսօր պատրաստում։ Այսօր պատրաստելու ենք վիտամին C-ով հարուստ աղցան, կարմիր պղպեղ, վարունգ, կիվի, նարինջ։ Մենք փորձելու ենք համադրել մրգերն ու բանջարեղենը, ստանալու ենք շատ համեղ եւ գունեղ աղցան։ Այ բժշկու, եկեք խոսենք նաեւ վիտամինների մասին, որ վիտամիններն են առավել ցանկալի, որպեսզի օգտագործեն բուժառուները այս շրջանում։ Ազգաբնակչության մեջ տարածված է, որ ամենաշատ դիմադրողականությունը բարձրացնող վիտամինը դա վիտամին C-ն է, որն էլ լայնորեն կիրառվում է։ Իհարկե պացիենտները նախընտրում են թե սննդի կերպով, թե դեղահաբերի միջոցով, դա իրենց ընտրությունն է, բայց նախընտրելի է, որպեսզի բուժառուները ուղղակի պրոֆիլակտիկայով զբաղվող անձինք օգտագործեն սննդի մեջ վիտամին C-ն, դա բանջարեղենի ձևով կլինի, մրգերի ձևով կլինի, հյութերի ձևով կլինի, որոնք շատ հարուստ են վիտամին C-ով, իսկ ովքեր որ հիվանդությամբ պայմանավորված տկար են, ախորժակ չունեն, չեն ուզում ուտել, գոնե վիտամին C-ի հաբերը կարող են օգտագործել։ Շատ լավ, ինչ չի կարելի օգտագործել այս ընթացքում։ Նախընտրել է, որ առատ վիտամիններով հարուստ սնունդ օգտագործվի, բայց ճարպոտ սննդամթերք չօգտագործվի, որովհետև յուրացման հետ կապված խնդիրներ կարող են լինել։ Եվ եթե այնուամենայնիվ նշանակվել է պացիենտներին անտիբիոտիկներ, պայմանավորված բարդություններով, թոքաբորբեր կլինեն, ականջաբորբեր կլինեն, եթե նշանակված է հակաբիոտիկներ, լավ կլինի զուգահեռ օգտագործեն կաթնամթերք։ Կարծում եմ նաև այսպիսի աղցան, ինչպիսին մենք փորձում ենք այսօր պատրաստել։
Ես որոշեցի իմպրովիզ անել եւ օգտագործել մեր գործընկերոջ յոգուրտը։ Մեր այսօրվա աղցանի հետ համատեղ պատրաստելու եմ նաեւ քաղցր աղցան։ Կարծում եմ յոգուրտի հետ միասին ել ավելի հարստացված կլինի վիտամիններով։ Իսկ ինչ կասեք բժշկուհի կաթնամթերքի հետ կապված։ Ասացվի 2-1-ում օգտակար եւ հաճելի, քանի որ յոգուրտը պարունակում է պրոբիոտիկներ, որը շատ օգտակար է ժամանակահատվածում, եւ շատ համադրելի է յոգուրտը հակաբիոտիկների հետ, եւ մրգերն պարունակում են վիտամին C, որը շատ օգտակար է օրգանիզմի համար։ Շնորհակալություն բժշկուհի։ Հիշեցնեմ, որ մեր հյուրն էր Աջափյանք բժշկական կենտրոնի թերապևտ, թոքաբան Աննա Հովհաննիսյանը։ Իսկ մինչ Ալյոնան կավարտի ուտեստը, եկեք վերհիշենք, թե ինչ է ներառված բաղադրատոմսի մեջ։ Հիշեցնեմ, որ պատրաստում ենք վիտամին C-ով հարուստ աղցան, ներառված է կարմիր բուլղարական պղպեղ, նարինջ, կիվի, վարունգ, սպանախ կամ ռուկոլա, կիտրոնի հյութ, զիթայուղ, աղ եւ սև պղպեղ ըստ ճաշակի։ Շատ ախորժալի տեսք ունի Ալյոնա ջան, կարծում եմ բժշկու հետ մենք մի փոքր ավելի ուշ կհամտեսենք։ Իսկ ես հիշեցնեմ, որ հաղորդման մեր այս հատվածի գործընկերն է Երեմյան Products-ը, որը սեփական ֆերմայից ստացվող անարատ կաթով արտադրում է բարձրորակ կաթնամթերքի լայն տեսականի։ Փնտրի սուպերմարկետներում իրական անարատ կաթնամթերքը։ Երեմյան Products, կաթը սեր է։ Իսկ այժմ տեղափոխվենք Reebok սպորտային ակումբ մարզվելու։ Դե ինչ սիրելի հեռուստադիտողներ, այսօրվա համար այսքանն ենք պատրաստել։ Մինչ ամփոփումը ցանկանում եմ հիշեցնել, որ մեր հաղորդումները կարող եք դիտել YouTube-յան մեր ալիքում։ Գլխավոր թեմայի ընթացքում խոսեցինք կրոնի հիվանդությունից։ Պարզեցինք նրա առաջացման հիմնական պատճառները, ինչ ախտանշաններով է այն իհայտ գալիս եւ ինչպես է պետք տարբերակել աղիների այլ բորբոքային հիվանդություններից։ Իմացանք, թե ինչ է իրենց ներկայացնում բլեֆարոպլաստիկան, ում է ցուցված եւ ինչպես է այն կատարվում։ Խոսեցինք նաեւ ինֆեկցիոն մոնոնուկլեոզի մասին եւ պարզեցինք, թե ինչպես է այն անհրաժեշտ տարբերակել մրսածությունից կամ գրիպի վարակից։ Այնուհետև գեղեցկության գաղտնիքների էջում պարզեցինք, թե ինչ է ներկայացնում մարմնի ապարատային կորեկցիան, ում է այն ցուցված եւ ինչպես է այն կատարվում։ Եվ վերջապես իմպլանտ ստոմատոլոգիական կլինիկայում խոսեցինք ատամների եւ լնդերի հիվանդությունների բուժման եւ կանխարգելման մասին։ Այսօր այսքանը, եղեք առողջ։